Նոր շունչ, նոր ձև, նոր ասելիք։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերադառնում է, պահպանելով իր արժեքները, բայց բաց լինելով ժամանակի պահանջների առաջ։ Թատրոն, որը հիշում է իր արմատներն ու համարձակորեն նայում ապագային։ Երեսունհինգ տարվա ընթացքում թատրոնն իր հետաքրքիր ու խորքային ներկայացումներով հույս ու սեր է պարգևել հանդիսատեսին, լուսավորել նրա միտքն ու հոգին։ Թատերախումբը, որի կորիզը կազմում են Սոս Սարգսյանի սաները, ստեղծման օրից ի վեր գործել է տարբեր հարթակներում, առանց սեփական շենք ունենալու։ Բայց 5 րոպե առաջ նա լաց էր լինում։ Ցուցամոլությունը ամբարդավանություն է եւ ոչ թե ուժ։ Երկար սպասումից հետո համազգային թատրոնը բացում է իր նոր էջը, արդեն սեփական հարկի տակ։ Թատրոնի համար հատուկ նախագծված եւ կառուցված շենքը, որը գտնվում է Անրի Վերնոյ 3 հասցեում, դառնում է արվեստի նոր օջախ, ստեղծագործական ազատության, շարունակականության եւ նոր հանդիպումների համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի նոր շենք, ծանոթացել ստեղծագործական պայմաններին։ Նորաբաց շենքում իր մեկնարկը թատերախումբն ազդարարեց Մորիս Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը ներկայացման առաջնախաղով։ Խորհրդանշական ընտրությամբ այս ներկայացումը դարձավ նոր շրջանի առաջին խոսքը։ Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է, որի ձեռագրով ձևավորվում է համազգայինի գեղարվեստական նոր դիմագիծը։ Որոշել ենք, որ թատրոնը պիտի բացվի առաջնախաղերով, ամեն ինչ պիտի նոր լինի, իհարկե հին ներկայացումներն պիտի ադապտացվեն այս բեմին, բայց այսօր սկսում ենք Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը, ինչու այդ ներկայացումով, որովհետև թատրոնը ինքը հրաշք է, եւ այդ ներկայացման մեջ թատրոնի մասին է, եւ ուզում ենք պատմենք, թե ինչ հրաշք է թատրոնը, ինչ որ չափում նաեւ։ Ռեժիսորի խոսքով պիեսի ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ բեմադրության մեջ ներգրավված են թատրոնի գրեթե բոլոր դերասանները։ Թատրոնը տարիներ շարունակ դեգերել է գործելով ժուրնալիստների միությունում, գրողների միությունում, երկար տարիներ թատերական ինստիտուտում։ Նա Բերլից է գալիս։ Ովքանց վերադարձիր և վերտաց։ Բոլորս էլ ամեն պատի համար անհանգստացել ենք եւ շատ սիրով ենք արել։ Երևի դա է գաղտնիքը, որ շատ կուր կոլեկտիվ է, շատ սիրում է թատրոնը եւ իհարկե կուզեմ դրա համար շատ մեծ պատիվը տալ Սոս Սարգսյանին, որովհետև ինքը կարողացավ ստեղծել դպրոց, կարողացավ ստեղծել կազմ, որը իսկապես ապրում էր այդ թատրոնով եւ որը պինդ անverջ շարունակաբար պահեց թատրոնը, նախ թատրոնի հոգին, այդպես ասեմ, որովհետև թատրոնը շենքը ճիշտ է շատ կարեւոր է, բայց եթե չլինի հոգին, մարմինը անիմաստ է գուցեև։ Թատրոնի շինարարությունը սկսվել է 2019 թվականին Իսահակ Ներսիսյանի նախագծով։ Շենքը կառուցվել է պետական բյուջեի եւ բարերարների միջոցներով։ Շինարարության եւ գույքի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 275 միլիոն դրամ։ Թատրոնն ունի ժամանակակից բեմ, լուսաձայնային համակարգեր, տեխնիկական սարքավորումներ, հարմարավետ հանդերձարաններ եւ դիմահարդարման սենյակներ։ Առաջին հարկում փոքր բեմն է փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայված է մեծ դահլիճը ավելի քան 225 հանդիսատեսի համար։ Թատրոնի բացումը բնականաբար ոչ միայն թատերական ոլորտի գործն է կամ ոչ միայն թատերական
ոլորտի ուրախությունը, այլ մեր ամբողջ հասարակության եւ ամբողջ մեր երկրի, քանի որ թատրոն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի կամ կրթական օջախներ բացելով մենք մեր երկիրն ենք զարգացնում, մենք մեր երկիրն ենք ու պետությունն ենք ամրապնդում այդ վայրերով, որտեղ որ լինելու է կրթություն, որտեղ որ լինելու է մշակույթ, որտեղ որ հանրահռչակվելու է մերը, որտեղ որ մեր կատարողական արվեստը, մշակույթը եւ ընդհանրապես արվեստները եւ կրթությունը եւ որտեղ այս վայրերում լինելու են ուրեմն զարգացումներ մեր պետության եւ մեր մշակույթի։ Թատրոնի բացման առթիվ Հայաստան են ժամանել համազգայինի գործընկերներն աշխարհի տարբեր ծայրերից։ Սուրբ Անտոնիոսի հրաշքը նորաբաց բեմում կլինի նաև հունվարի 25-ին, իսկ հոբելյանական տարվա ընթացքում հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ նոր ներկայացումներ։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենքում, բայց նույն ոգով շարունակում է իր առաքելությունը։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։